Երիտասարդներից շատերը լսել են երկաթյա վարագույր արտահայտությունը, բայց դժվար թե պատկերացնեն, թե դա իրականում ինչ էր նշանակում։ Իսկ դա նշանակում էր, որ դու չէիր կարող ազատ ճամփորդել։ Եթե նույնիսկ հրաշքով թույլ տային մեկնել արտասահման, խմբի հետ գրեթե միշտ լինում էր KGB-ի ներկայացուցիչ, որը հետևում էր յուրաքանչյուր քո քայլին։ Դա նշանակում էր, որ չես կարող ազատ շփվել օտարերկրացիների հետ, ազատ տեղեկություն ստանալ կամ կարդալ այն, ինչ ուզում էիր, կամ Սամոլսկայա Պրավդայից բացի։ Մարդիկ, որոնք գաղտնի լսում էին Ազատություն ռադիոն, կարող էին դատապարտվել։ Թվում էր, թե ժամանակակից թվային աշխարհում, երբ գոյություն ունի ինտերնետ, երկաթյա վարագույրը կժանգոտեր եւ չէր աշխատի։ Թվում էր, թե թվային աշխարհը վերջնականապես կքանդի բոլոր վարագույրները։ Պարզվեց, որ սխալվում ենք։ Այսօր Ռուսաստանը կառուցում է նոր թվային երկաթյա վարագույր, որ հանկարծ որևէ ինֆորմացիա պետական քարոզչությունից բացի չթափանցի երկիր։ Ու մինչ աշխարհի մեծ մասը մրցում է, թե ինչպես ինտերնետն ավելի արագ, ավելի հասանելի, ավելի ազատ ու ավելի անվտանգ դարձնի, Ռուսաստանը մրցում է, թե հաջորդ որ հարթակը արգելափակի։ Facebook, Instagram, YouTube շատ դեպքերում սահմանափակվում է նաև WhatsApp-ի եւ Telegram-ի աշխատանքը։ Միլիոնավոր մարդիկ VPN են օգտագործում պարզապես նորմալ ինտերնետ ունենալու համար։ Բայց հիմա Ռուսաստանը մի քայլ է առաջ гнացել։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ աշխատանքային միգրանտները երկիր մտնելիս պարտավոր կլինեն գնել հատուկ հեռախոս։ Надо исполнить то, что сказал президент. Незамедлительно. Այդ հեռախոսում կլինի նրանց թվային պրոֆիլը, այսինքն պետությունը ցանկացած պահի կիմանա, թե որտեղ ես դու գտնվում։ Եթե 3 օր տեղորոշում չփոխանցվի, կարող ես հայտնվել վերահսկվող անձանց ցուցակում։ Իսկ հետո արդեն կարող են սառեցնել բանկային քարտերդ, չերկարաձգել փաստաթղթերդ կամ նույնիսկ արտաքսել։ Այս կանոնները վերաբերում են նաև այն հազարավոր Հայաստանի քաղաքացիներին, որոնք աշխատում են Ռուսաստանում։ Իդեպ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում նման համակարգ արդեն գործում է։ Այն կոչվում է Амина. Привет, я приложение Амина. Я создана для мигрантов, которые живут и работают в Москве и Московской области. Но самое главное, я передаю твою геолокацию МВД, чтобы твой миграционный учет всегда был в порядке. Если данные не передаются более 3 дней, тебя могут снять с учета. Скачай Амину и включи геолокацию, это важно. Շատերն այն անվանում են թվային ստրկության նոր տեսակ, երբ երկաթյա շղթաները փոխարինում են թվայինով։ Շատ ռելոկանտներ Ռուսաստանից եկած զարմանում են Հայաստանի ինտերնետի եւ Wi-Fi-ի հասանելիության վրա։ Իդեպ այս լուրը ես կարդացի Շվեյցարիայի Ալպերում, որտեղ բռնում են Հայաստանի իմ բոլոր տեսակի հնարավոր կապերը եւ ռոումինգները։